Գործազրկությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալական առանցքային մարտահրավերներից մեկը եւ ակնհայտ է դառնում, որ ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու համար միայն մասնագիտական գիտելիքը բավարար չէ։ Թվային հմտությունները դարձել են գրեթե ցանկացած աշխատանքի անհրաժեշտ նախապայման, իսկ դրանց բացակայությունը գործազրկության խորացման կարևոր գործոն։ Այս ֆոնին կառավարությունը առաջարկում է նոր ծրագիր ուղղված գործազուրկների թվային գրագիտության զարգացմանը։ Ժամանակին այդ աշխատանքի տեղավորման ծառայությունները հեռախոսով, այցելություններով էր իրականացում, հիմա կան ժամանակակից բազմաթիվ գործիքներ, էլեկտրոնային փոստ, հատուկ կայքեր, ծանուցումներ, ինքնակենսագրական գրել, էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր եւ այլն։ Եվ մենք հասկացանք, որ մենք կարիք ունենք մեր հազարավոր քաղաքացիների հմտությունները բարելավելու։ Պաշտոնական հիմնավորմամբ գործազուրկների զգալի մասը չի տիրապետում նույնիսկ տարրական թվային գործիքներին եւ խնդիրները առավել սուր են սոցիալապես անապահով, ցածր կրթական մակարդակ ունեցող եւ մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։ Ծրագրի առաջին փուլում նախատեսում են ներգրավել մինչեւ 10,000 գործազուրկ անձ։ Մասնագետները սակայն կարծում են, որ դասընթացներից հետո դժվար թե քաղաքացիները կարողանան բարձր վարձատրվող աշխատանք գտնել, քանի որ դրանք համալրվում են հիմնականում մրցութային կարգով։ Գործազրկության առումով սա ուղղակիորեն չի կարող իմ կարծիքով ազդեցություն ունենալ գործազուրկների թվի կրճատմանը, ինչ է ստացվում, որ կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք որ չեն համալրվում աշխատատեղեր, որովհետև անձը չի կարողանում օրինակ էլեկտրոնային եղանակով ինքնակենսագրական ուղարկի։ Իմ կարծիքով դա ստատիստիկ առումով չնչին դեպքեր կարող են այդպեսին լինել։ Նախատեսվում է դասընթացների կազմակերպում հիբրիդ ձևաչափով առկա եւ առցանց բաղադրիչների համադրմամբ։ Ընդհանուր տևողությունը 24 ակադեմիական ժամ կլինի։ Դասընթացները իրականացնելու են 6 շաբաթվա ընթացքում, շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։ Դասընթացի բովանդակությունը ներառում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքները, կիբերանվտանգության հիմունքները, թվային անվտանգություն եւ էթիկա, ամպային տեխնոլոգիաներ եւ Google ծառայություններ, Microsoft Office ծրագրերի կիրառություն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի կիրառում։ Ծրագրի առաջին փուլի նախնական ֆինանսական հաշվարկներով ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 493 միլիոն դրամ, իսկ դասընթացների ավարտին մասնակիցները անցնելու են ամփոփիչ գնահատում, որի անցողիկ շեմը հաղթարած մասնակիցները ստանալու են սերտիֆիկատ եւ 50,000 դրամի չափով էլեկտրոնային վաուչեր։ Մասնագետները նկատում են, որ ծրագրի գումարով այլ առաջնահերթություններ ունեցող հարցեր կարելի է լուծել։ Որքանով օրինակ չէր կարելի այդ նույն մեծ գումարով ընդունենք դա ուղղել աշխատատեղեր ստեղծելուն, օրինակ մասնավոր դաշտում գործածողներին որոշակի արտոնություն տալ, եթե նրանք կընդունեն լրացուցիչ աշխատողներ, եթե խթանը գործազրկությունն է, դրա առաջին պատճառը աշխատատեղերի սակավությունն է։ Վաուչերները ընդհանրապես տոմս է հետագայում մասնակցելու այլ դասընթացներին եւ չի բացառվում նաեւ, որ օրինակ տվյալ դասընթացները արժենան շատ ավելի թանկ եւ քաղաքացիներին ասեն, որ 50,000-ը դուք վաուչերով վճարեք, մնացածը ձեր գրպանից։ Այսպիսով թվային գրագիտության զարգացման ծրագիրը ներկայանում է որպես ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համահունչ քայլ, սակայն մասնագետները առաջ են բերում մի շարք կարևոր հարցեր՝ իր արդյունավետության, նպատակային լինելու եւ իրական ազդեցության վերաբերյալ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։